Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Ու թող Տերը մեզ ողորմի ու յուրաքանչյուրիս իր պաշտպանության տակ առնի։ Առաջնորդի մեր քայլերը, մեր ընթացքը դեպի իրեն։ Ամեն իրադրության մեջ թող Սուրբ Հոգին աշխատի եւ մեզ մոտեցնի իրեն։ Հայր Աստված, երկնային մեր Տեր, ես ապաշխարության ոգի եմ կանչում յուրաքանչյուրիս համար։ Ես խնդրում եմ Տեր, որ դու բացես ամեն մեկիս հասկացողությունը, որպեսզի մենք հասկանանք Տեր, որ մեր մեղքերով, ադամական մեր էությամբ, մեր քայքայված այդ էությամբ, մեր հոգևոր դեգրադացիայով Տեր, մենք անիրավություն ենք գործել քո հանդեպ, անարգել ենք քո անունը, ոտնատակ ենք տվել սրբությունը քո, խոցել ենք քո սիրտը, որ մեղք ենք գործել քո շնորհի դեմ, քո համբերության դեմ, քո կամքի դեմ, քո խոսքի դեմ։ Թող մեր ապաշխարությունը ողորմած Աստվածին ապաշխարություն չլինի, այլ բխի ու հիմնված լինի մեր հավատքի վրա առ Հիսուս Քրիստոս։ Տեր, երբ ապաշխարենք, հիշենք քո խոստումները, Քրիստոսի փրկագնող զոհողությունը ու քո հավատարմությունը, թող քո սերը մեզ դրդի ապաշխարության, քո ողորմությունը, որ հավիտենական է, դրդի մեզ ապաշխարության, ջարդի մեր մեջ գոռոզությունն ու մեծամտությունը, Տեր, որպեսզի անապաշխար մարդիկ չմնանք։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք խոսեցինք ապաշխարության մասին, այսքանի օրը խոսում էինք հրատապ ապաշխարության մասին, այն, որ մարդիկ մտածում են, վերջում, վերջին օրը հիվանդ կլնեմ, բան կլնեմ, այդ ժամանակ կապաշխարեմ։ Եվ այդտեղ էլ հարցեր տվեցինք, պատասխաններ տվեցինք։ Իսկ հիմա ուզում եմ կարճ խոսենք զգուշացումների մասին, որովհետև նաև վտանգ կա, որ ապաշխարությունը կուրք չսարքենք։ Այս ամենը կարող է շատ հակասական թվալ, բայց եկեք համբերությամբ կարդանք, լսենք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Անհրաժեշտ զգուշացում։ Ինչպես ասեցի, այս զգուշացումը կարող է հակադրական թվալ այն ամենին, ինչ մինչև հիմա ասել ենք, բայց իրականում դա հակադրական չէ, այլ գերկարևոր զգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր լրջորեն ու խորությամբ ապաշխարել են իրենց մեղքերի համար, եւ բոլոր նրանց համար, ովքեր ապաշխարելու են նաեւ։ Թեև ապաշխարությունը այդքան անհրաժեշտ է եւ գերազանց բան է, այնուամենայնիվ մենք պետք է զգույշ լինենք, որ չափից դուրս շեշտադրություն չդնենք ապաշխարության վրա։ Սա չի նշանակում չապաշխարել, սա չի նշանակում, որ ապաշխարությունը կարևոր չէ։ Ինչ նկատի ունեմ այս ասելով։ Կան երկու լուրջ սխալներ, որոնք մենք կարող ենք թույլ տալ ապաշխարության վերաբերյալ։ Առաջին կետը, խոստովանում եմ, այդքան էլ հեշտ հասկանալի չի, բայց եկեք կարդանք ու վստահենք Սուրբ Հոգուն, որ հասկանալու ենք։ Առաջինը, ինչպես հռոմեական կաթոլիկները, մենք չպետք է ապաշխարությունը աստվածային խորհրդանիշ, սիմվոլ, նշան դարձնենք։ Անգլերեն բառը այս երկար նախադասության սակրամենտն է, սակրամենտ։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ սակրամենտ խորհրդանիշը դա Աստծո անտեսանելի շնորհի տեսանելի նշանն է։ Մի արարողություն, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից, խորհրդանշելու եւ փոխանցելու Աստծո շնորհը, ինչպիսիք են մկրտությունը եւ հաղորդությունը։ Բոլոր քրիստոնեական եկեղեցիները մկրտությունը եւ հաղորդությունը հացն ու գինին համարում են սակրամենտ, խորհրդանիշ։ Այս խորհրդանիշները, այս սակրամենտները դիտվում են որպես Աստծո շնորհը մեզ հասցնելու միջոց։ Ճանապարհ քրիստոնյաների համար հաղորդակցվելու, հանդիպելու Աստծուն եւ ստանալու Աստծո օրհնությունները։ Աստծո շնորհի այս տեսանելի, Աստծո անտեսանելի շնորհի այս նշանը, օրինակ մկրտությունը,
Հիսուսը հաստատեց եւ ինքը եւս մկրտվեց, եւ դա մաքրման եւ հոգեվոր վերածննդի արարողություն է։ Իսկ հաղորդությունը, որը եւս Հիսուսը հաստատեց ու հրահանգ տվեց, որ մենք կատարենք մինչև իր վերադարձը, եւ հաղորդության ժամանակ, որտեղ հավատացյալները հաց ու գինի են ընդունում, հիշում ենք Հիսուսի զոհաբերությունը խաչի վրա, նորոգում ենք մեր ուխտը նրա հետ, գոհանում ենք նրանից փրկության համար։ Ուրեմն մենք տեսնում ենք այս երկու խորհրդանիշ նշանները Աստծո անտեսանելի շնորհի, որ Հիսուսը հաստատեց։ Ու որպեսզի կասկած չունենանք, կարդանք հատված Աստվածաշնչից եւ հենց Հիսուսի խոսքերը։ Մկրտության մասին կարդանք Մատթեոս 28:19. Հիսուսն ասեց. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։ Այսինքն պարզ տեսնում ենք, որ մկրտությունը մի բան է հաստատված Հիսուսի կողմից։ Հիմա հաղորդության մասին կարդանք Ղուկաս ավետարանի 22-րդ գլխի 19-20 խոսքերում։ Եվ սա Հիսուսն է անում եւ ասում. «Եվ հացը վերցնելով Հիսուսը գոհություն հայտնեց, կտրեց եւ նրանց տվեց եւ ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում, այս արեք ի հիշատակ ինձ։ Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Նորից տեսնում ենք, որ հաղորդությունը եւս հաստատված է Հիսուսի կողմից ու հանձնարարված մեզ, եւ կոնկրետ ասվում է ինչի համար։ Ասում է արյունը իմ ուխտն է, նոր ուխտը, որ ձեզ համար է թափվում, եւ հացը իմ մարմինն է։ Կերեք ամեն անգամ, երբ որ հանդիպում եք իրար, գինի խմեք, հիշելով ինձ, նորոգելով ձեր ուխտը, այսինքն ի հիշատակ։ Սրանք են այն երկու խորհրդանիշները, այսինքն Աստծո անտեսանելի շնորհի նշանները, որ Հիսուս Քրիստոսն է մեզ պատվիրել։ Բայց կան որոշ այլ քրիստոնեական ավանդույթներ, հատկապես կաթոլիկները, եւ որքանով ես տեղյակ եմ նաեւ հայ առաքելական եկեղեցին, ես հեղինակություն չեմ այս հարցում, ինձ կներեք, ես կարող է սխալ լինեմ, բոլոր ուղղափառ եկեղեցիների հետ միասին, ովքեր ասում են կան 7 խորհրդանիշներ Աստծո անտեսանելի շնորհի, այսինքն մկրտությունը, հաղորդությունը, եւ նրանք ավելացնում են հավատքի հաստատման արարողությունը, ապաշխարությունը, հիվանդների օծումը, սուրբ ձեռնադրությունը, կարգադրումը եւ ամուսնությունը։ Նրանք եւս այս 5 բաները համարում են աստվածային խորհրդանիշներ։ Ճիշտ է թե սխալ է, ես չեմ կարող ասել, բայց եկեք հասկանանք ինչու է այս գրքի հեղինակն ասում, որ ապաշխարությունը աստվածային անտեսանելի շնորհի տեսանելի նշանը չէ։ Օրինակ, ինձ համար մի քիչ անհասկանալի է, որտեղ գիտենք, որ ապաշխարությունը շնորհ է Աստծուց, ապա այդ դեպքում ինչի սակրամենտ չէ։ Հեղինակն ասում է, որ ապաշխարությունը Աստծո տեսանելի, անտեսանելի շնորհի նշանը չէ, քանի որ այն չունի արտաքին նշան։ Առանց նշանի ինչ որ բան չի կարող պատշաճ կերպով Աստծո անտեսանելի շնորհի խորհրդանիշ լինել։ Որ ճիշտ ասեմ, սա ինձ համար ճապոներ է նահանջում։ Ես անձամբ ամենևին չեմ հասկանում։ Բայց երկրորդ կետը այն կետն է, որ օգնում է ինձ հասկանալ, ու ես վստահ եմ, որ ձեզ էլ կօգնի հասկանալ, որ այս հուշացումը լրջորեն ընդունենք։ Վտանգը այն է, որ այդպես մտածելով մենք սկսում ենք ապաշխարությունը դիտարկել մի բան, որով մենք արժանանում ենք կամ ձեռք ենք բերում կամ գնում ենք մեր փրկությունը ու մեր ներումը։ Եվ վտանգը դա է, սխալը դա է։ Ապաշխարությունը Աստծո անտեսանելի շնորհի նշան համարողները կարծում են ու ասում են, որ ապաշխարությունը
մեր ներումն է վաստակում։ Այսինքն, երբ ապաշխարում ես, վաստակում ես Աստծո ներումը։ Սա մեծագույն սխալ է, հերետիկոսություն։ Այո, ապաշխարությունը պատրաստում է մեր սիրտը, պատրաստում է մեզ, ապաշխարությունը քանդում է մեր կարծրացած սիրտը, պատռում մեր սիրտը, որպեսզի մեր սրտերը պատրաստ լինեն ընդունելու Աստծո ողորմությունը, ընդունելու Քրիստոսի զոհողությունը։ Ինչպես գութանը, երբ հողը մշակում է, քանդում է, չէ՞ այդ հողը պատրաստում, որ սերմը ընդունի։ Այնպես էլ, երբ սիրտը փշրվում է ապաշխարությամբ, մեր սիրտը պատրաստ է դառնում Աստծո ներումը ստանալու համար։ Բայց մեր ապաշխարությունը չի վաստակում մեր ներումը։ Աստված մեզ չի փրկի առանց ապաշխարության, բայց նաև Աստված չի փրկում մեզ ապաշխարության պատճառով։ Ապաշխարությունը մեր հավատքի մասն է կազմում, բայց մեր փրկության պատճառը չի։ Մեր փրկության պատճառը Հիսուս Քրիստոսն է, Աստծո շնորհը, Հիսուս Քրիստոսի զոհողությունը եւ մեր հավատքը։ Ուրեմն ապաշխարությունը որակավորումն է եւ ոչ թե պատճառը մեր փրկության։ Այո, ապաշխարությունը թանկ ու կարևոր բան է։ Ապաշխարությունը մեր հոգու դեղամիջոցն է, մեր սրտի պատրաստման ճանապարհն է, բայց մեր ապաշխարության արցունքները չեն, որ փրկագնում են մեզ, այլ Հիսուս Քրիստոսի արյունը։ Մեր ապաշխարությունը ու մեր արցունքները երբեք չեն կարող բավարարել Աստծո արդարության ու սրբության պահանջը ու վճարել մեր մեղքի գինը։ Եթե այդպես լիներ, Աստված կարող էր գերբնական ապաշխարություն բերել ամեն մարդու վրա ու խաչը իր որդուն չհաներ, Հիսուսի արյունը չթափվեր։ Եթե մեր ապաշխարությամբ մենք կարող էինք փրկվել, մինչև Քրիստոսը, երբ որ մարդու մեղքերը փոխանցվում էին կենդանիների վրա ու կենդանիներն էին զոհվում, կենդանի արյունն էր թափվում, այդ ամենը անելու կարիք չէր լինի, եթե մեր ապաշխարությունը կարող էր մեզ փրկել։ Հետևաբար հասկանում ենք, որ ապաշխարության արցունքները չեն կարող Աստծուն բավարարել, Աստծու ցասումը մեղքի պատճառով մեր վրայից հեռացնել։ Միակ մարդը, ով կարող է դա անել, Հիսուս Քրիստոսն է եւ նրա զոհաբերված արյունը։ Աստվածաշնչում մենք կարդում ենք Պետրոսի արցունքների մասին, բայց չենք կարդում, որ Պետրոսի արցունքները վաստակեցին Պետրոսի ներումը։ Պետրոսին ներում շնորհեց Հիսուս Քրիստոսը իր շնորհով, որովհետև միայն Քրիստոսի արյունը երբևէ կարող է մեզ արժանացնել ներման, որտև նրան է տրված ներելու իշխանությունը, որտև նա է իր վրա վերցրել մեր մեղքերը եւ իր արյունը թափել, որպեսի փրկագնի մեզ մեր մեղքերի դատաստանից։ Մեր ապաշխարությունը, մեր արցունքները հաճելի են Աստծուն, բայց երբեք մեր ապաշխարությունն ու արցունքները չեն կարող բավարարել Աստծո արդարությունն ու սրբությունը։ Մեր ապաշխարությանը վստահելը նշանակում է ապաշխարությունը դարձնել մեր փրկիչը, մեր Աստվածը։ Այսինքն սկսում ես մտածել, եթե ապաշխարեմ, կփրկվեմ։ Շատ ու շատ այլ կրոններում էլ մարդիկ ապաշխարում են իրենց մեղքերից, բայց չկա ներում, որովհետև նրանք Քրիստոսին չեն ընդունել։ Քրիստոսի արյունն է քավության արյունը։ Քրիստոսն է քավության նոխազը։ Առանց Քրիստոսի արյան այդ ապաշխարությունը դատարկ խոսքեր են։ Առանց Քրիստոսի զոհաբերության, առանց Քրիստոսի արյան ապաշխարությունը ոչինչ է։ Աստված այսպես է ընտրել, որովհետև եթե մենք մեր ապաշխարությամբ փրկվեինք, մենք գոռոզանալու բան կունենայինք, մենք մեծամտանալու բան կունենայինք, իսկ Աստված ուզում էր այնպես, որ մարդը գոռոզանալու տեղ չունենար, այլ մարդը ամբողջովին խոնարհվեր։ Այո, մենք պիտի ապաշխարենք, բայց միշտ հիշենք, որ մեր փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսը խոցվեց մեր մեղքերի համար, մենք չենք խոցվել։
Նա դարձավ մեր փրկագինը, մենք ուրիշ փրկագին չունենք, որպեսզի մենք Քրիստոսով փրկվենք, Քրիստոսի արյունով մաքրվենք, Քրիստոսի արյունով լվացվենք եւ Քրիստոսի արյունով ներում ստանանք։ Քրիստոսի արյան մեջ է ողջ զորությունը, որպեսզի մեր ապաշխարությունն էլ ընդունելի լինի։ Լաց լինելուց եւ ապաշխարելուց հետո մենք պետք է խնդրենք Տեր Հիսուսին, որ նույնիսկ մեր արցունքները լվա իր արյան մեջ։ Հիսուսն է փրկիչը եւ մեզ ներում շնորհողը։ Ուրեմն այս սխալից պետք է հետ կանգնել։ Հիմա ոմանց համար սա կարող է նորից շատ տարօրինակ թվալ, բայց անգամ մկրտությունը մեզ չի փրկում, բայց մկրտությունը Աստծո շնորհի, անտեսանելի շնորհի նշանն է։ Խաչի վրայի ավազակը, ում Քրիստոսը ներեց, չմկրտվեց, բայց փրկվեց։ Մենք տեսնում ենք, որ մկրտությունը չի փրկում, բայց մկրտությունը այդ նշանն է, որ մենք Աստծունն ենք պատկանում, եւ ամեն մարդ, երբ դառնում է Աստծուն, պիտի մկրտվի։ Հիսուսը այդ հրահանգը տվեց, բայց մկրտությունը չի փրկողը, այլ փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ նայում ենք 5 կտակարանին, այն որ տղաներին 8 օրեկանում պիտի թլպատեին, դա հին ուխտի նշանն էր, բայց այդ թլպատելը իրանց փրկությունը չէր, այլ ցույց էր տալիս իրենց խոնարհ սիրտը, որ իրենք Աստծուն էին պատկանում, փրկողը Աստվածն էր։ Սա պիտի տարբերակենք։ Նույն կերպ էլ հաղորդությունը։ Ամեն դարձի եկած մարդ հաղորդություն պիտի ընդունի, շարունակաբար, ոնց որ Հիսուսն ասեց, ամեն անգամ երբ հավաքվում եք իրար հետ, դրա համար եկեղեցիները հաճախակի հաղորդություն են անում, բայց հաղորդությունը չի փրկողը, այլ հաղորդության հեղինակը ու Տերը, որ Հիսուս Քրիստոսն է։ Դու գնում ես հաղորդության նորոգելու քո ուխտը Հիսուս Քրիստոսի հետ։ Դու գնում ես հիշելու Հիսուս Քրիստոսի զոհողությունը։ Դու գնում ես խոնարհվելու ու նրան շնորհակալություն ասելու փրկության համար։ Դրա համար մենք հասկանում ենք, որ հաղորդությունը մեզ չի կարող փրկել, այլ այդ հաղորդության Տերը Հիսուս Քրիստոսն է փրկում։ Մարդիկ ասում են, հաղորդություն ընդունեցի, բժշկվեցի, հաղորդությունը քեզ չբժշկեց։ Հիսուս Քրիստոսը քեզ բժշկեց։ Մկրտվեցի, կյանքս փոխվեց, մկրտությունը քեզ չփոխեց, այլ Հիսուս Քրիստոսը, ում անունով դու մկրտվեցիր, մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Զորությունը Տիրոջն է, թե չէ ջուրը արարված բան է, հացն ու գինին արարված բան է, իրենք զորություն իրենց մեջ չունեն, դա Աստծո զորությունն է իջնում։ Հուսամ հասկանում ենք, որպեսզի այդ սխալ մոտեցումներից հեռու մնանք, հեռու կանգնենք։ Եվ հիմա խոսենք նաև, թե ինչ մխիթարություն կա ապաշխարող մեղավորի համար։ Քրիստոնյայի համար, որն ապաշխարել է, որտեղ մենք բոլորս ենք մեղավոր, դա պիտի ընդունենք։ Ու եթե մենք ապաշխարել ենք, ինչ մխիթարություն կա։ Եթե դու քրիստոնյա ես ու Աստված տվել է քեզ ապաշխարող սիրտ, ապա ցանկանում եմ, որ այս 3 բաները իմանաս եւ հավերժ մխիթարվես։ Մենք պիտի սրանցից ամուր բռնենք։ Ապաշխարող մեղավորի մեղքերը ներված են։ Մեղքի ներումը իր հետ բերում է օրհնություն։ Սաղմոս 32-ի առաջին խոսքում ասվում է. Երանի նրան, ում անօրենությունը թողություն գտավ, այսինքն ներվեց, եւ ում մեղքը ծածկվեց։ Երանի նրան նշանակում է օրհնված է նա։ Երբ Աստված ներում է, նա նաև պսակում է մեզ, այսինքն գլխին թագ է դնում։ Սաղմոս 103-ի 3-ից 4 խոսքերում ասվում է, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, որ փրկում է քո կյանքը ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով ու գթությամբ։ Այսինքն Աստված ոչ միայն ներում է, ոչ միայն ներում է մեր ցավերը, մեր կյանքը փրկում է ապականությունից, այլ նաև իր շնորհի ու գթությամբ պսակ է դնում մեր գլխին։ Ապաշխարող սիրտը ներված սիրտ է։ Այն կնոջը, ով իր արցունքներով թրջեց Հիսուսի ոտքերը,
Այսինքն ով այդպես ապաշխարում էր, Հիսուսը նրան ասաց. «Քո մեղքերը ներված են»։ Կարդանք Ղուկաս 7-րդ գլխի 47-ից 48 խոսքերը։ Հիսուսը ասաց. «Դրա համար ասում եմ քեզ, այս կնոջ բազում մեղքերը ներված կլինեն»։ Եվ այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։ Աստված իր ներումը կնքում է փափուկ, ոչ կարծրացած սրտերի վրա։ Զաքարիա 13:1-ում ասվում է. «Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար»։ Այդ աղբյուրը մեղքից բոլորի համար բացվեց Հիսուս Քրիստոսի զոհողությամբ, նրա կողմից թափված արյունով։ Իսկ դու ապաշխարել ես։ Երբ մենք լվացվում ենք Քրիստոսի արյունով, երբ մենք ապաշխարում ենք, հետո Աստված նայում է մեզ այնպես, կարծես մենք երբեք չենք վիրավորել իրեն, չենք անարգել իրեն, չենք արհամարհել իրեն։ Աստված մեզ համար դառնում է ընկեր, դառնում է մեր հայրը։ Ինչպես անառակ որդու պատմության մեջ, այդ հոր նման, որ Աստծո խորհրդանիշն է այստեղ, Աստված դուրս է բերում լավագույն պատմուճանը, իշխանական, թագավորական պատմուճանը ու հագցնում է քեզ։ Քանի որ Հիսուսի արյունը վճարել է մեր մեղքի փրկագինը, ու Աստծո արդարությունն ու սրբությունը բավարարված է, իր պատասխանը ստացել է, ապա Աստված բավարարված լինելով, նորից ինչպես անառակ որդու հայրը, Աստված գալիս է դեպի քեզ, փարվում է քո վզով, քո վիզն է ընկնում ու համբուրում է քեզ, ու իր տունը ընդունում, իր ընտանիքը ընդունում, իր թագավորության ժառանգն է քեզ դարձնում։ Սուրբ գրքում մեղքը համեմատվում է թանձր ամպի հետ։ Եսայի 44:22-ում ասվում է. «Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը մեգի նման, վերադարձիր ինձ, որտև ես փրկել եմ քեզ»։ Այն պահին, երբ մեղքի այս ամպը ցրվում է ապաշխարության միջոցով, Աստծո ներող սերը փայլում է մեր կյանքում, Աստծո լույսը ծագում է մեր կյանքում։ Պողոսն իր ապաշխարությունից հետո ողորմություն ստացավ։ Նա այսպես է ասում առաջին Տիմոթեոսի 1 գլխի 16-րդ խոսքում. «Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար, օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար»։ Աստված մեզ ներում է, մեզ ողորմություն է անում, որ մեր միջոցով էլ իր սերը, իր շնորհը հասցնի ուրիշներին հավիտենական կյանքի համար։ Աստված մեկին ընտանիքի մեջ փրկում է, որ այդ մեկը Աստծո լույսը շողացնի, այդ մեկը աղոթի իրանց համար, բերի հասցնի նրանց ապաշխարության, որ Աստծո փառքը նրանց մեջ էլ ծագի, որ Աստծո սերն ու լույսը նրանց կյանքում էլ գա։ Երբ սրտում ապաշխարության աղբյուր է բացվում, երկնքում բացվում է ողորմության աղբյուրը Հիսուս Քրիստոսի խաչի վրա արած զոհողության միջոցով, Քրիստոսի զոհաբերված արյան միջոցով։ Ապաշխարող մեղավորի մեկ այլ մխիթարությունը սա է. Աստված ընտրում է մոռանալ մեր մեղքերը։ Աստված ոչ միայն ներում է ապաշխարած մարդու մեղքը, այլև Աստված նաև ընտրում է իր ազատ կամքով մոռանալ դրանք։ Աստված պարտադրված չէ մոռանալ, ոչ էլ Աստված վատ հիշողություն ունի, այլ նա ընտրում է մոռանալ, որտեղ նա ողորմած է, որտեղ նա սիրում է։ Երեմիա 31:34-ում ասվում է. «Որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերը այլևս չեմ հիշի»։ Իսկ դու խոնարհեցրել ես ինքդ քեզ Աստծո առաջ ապաշխարությամբ, իսկ դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին։ Երբ ապաշխարում ենք, Տեր Աստված երբեք նորից չի նախատում մեզ մեր նախկին մեղքերի համար։ Սատանան կարող է հիշացնել, բայց ոչ Աստված։
Այն բանից հետո, երբ Պետրոսը լաց եղավ Հիսուսին ուրանալու համար, մենք ոչ միտեղ չենք կարդում, որ Քրիստոսը հանդիմանեց Պետրոսին կամ հիշեցրեց Պետրոսին իրեն ուրանալու մասին։ Այո, նա Պետրոսին ասաց. «Պետրոս, սիրում ես ինձ, արածացրու իմ գառներին», բայց չասեց. «Պետրոս, հիշում ես ոնց ինձ ուրացար, հիշում ես, որ ես քեզ ասեցի»։ Նա չնախատեց, որտեվ Աստված, երբ որ մենք Հիսուսին ընդունում ենք, ապաշխարում ենք, մեր մեղքերը գցում է ծովի խորքը, ու չի գցում է այնց, որ կարա այն թեթև փայտի նման նորից ծովի երեսը գա, չէ։ Այն ծանր երկաթի պես, այն ծանր քարի պես, որ գնում է ու էլ չի երևում, գնում է հատակը, վերանում է։ Միքիա 7:19 ասվում է. «Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները, մեր բոլոր մեղքերը դուք գցես ծովի խորքերը»։ Տեր Աստված այս ներված մեղքերը երբեք հետ չի բերի ու չի օգտագործի մեր դեմ երկնային դատարանում։ Բայց Սատանան անում է։ Սատանան գալիս է, ձևացնում է, որ դու դեռ մեղավոր ես։ Այդ ժամանակ, եթե դու ճշմարտապես ապաշխարել ես, խնդիր չկա, նորից ապաշխարի։ Ու Սատանային հրավիրի, ասա՝ արի եւ տես, որ ես իմ հոր առաջ ապաշխարում եմ ու ներումը ստացել եմ, ու այլևս հեռացի ու չփորձես ինձ խաբել։ Եսայի 43:25-ում Աստված իր մասին ասում է. «Ես եմ նա, ով ջնջում է քո հանցանքները հանուն ինձ և չեմ հիշելու քո մեղքերը»։ Այսինքն Աստված սա անում է հանուն իրեն, իր անվան համար, որտև իր էությունը սեր է, ողորմություն է։ Ուրեմն, երբ Աստված ներում է, նա նման է այն պարտատերին, ով ջնջում է մեր պարտքերը իր գրքից։ Եվ Աստված, որ խոստում է տալիս, նա իր խոստումից հետ չի դառնում։ Ոմանք հարցնում են, թե արդյոք Աստվածապաշտ, ապաշխարած, ներում ստացած մարդկանց մեղքերը կնշվեն վերջին օրը, դատաստանի օրը։ Ինչպես կարդացինք Աստվածաշնչում, Տեր Աստված ասել ու խոստացել է, որ չի հիշելու մեր մեղքերը, որ ինքը ջնջում է մեր մեղքերը։ Ուրիշ տեղ ասում է, երբ որ ապաշխարում ենք, ինքը մեր մեղքերը հեռացնում է ինչպես հարավը հյուսիսից։ Ուրեմն, եթե անգամ հիշատակվեն մեր մեղքերը, դրանք չեն լինելու մեզ դատապարտելու համար, այլ դրանք լինելու են Աստծո շնորհը, Աստծո ողորմությունը ցույց տալու համար։ Եվ երրորդ, ապաշխարած մեղավորի մյուս մխիթարությունը այն է, որ մեր խիղճը այժմ խաղաղություն է խոսում, որտև հիմա մեր մեջ կա Քրիստոսի խաղաղությունը և Սուրբ Հոգու ուրախությունը։ Մեր խիղճը սկսում է մեզ մխիթարել, մեր միտքը մեզ հիշեցնում է Աստծո խոստումները։ Սա մեր խճմտանքի վկայությունն է, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծո շնորհով։ Ապաշխարող մեղավորը նաև ունի այն մխիթարությունը, որ նա կարող է համարձակորեն, Քրիստոսի արյունը իրեն տալիս է համարձակություն, գալ Աստծո առաջ աղոթելու և դիմելու Աստծուն, ոչ թե որպես դատավորի, այլ որպես հոր։ Եվ այդ ապաշխարող մեղավորը հիմա Աստծուց ծնված է, վերստին ծնված, և Աստծո թագավորության ժառանգորդն է, Հիսուսի հետ համաժառանգ է։ Ղուկաս 6:20-ում ասվում է. Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց. «Երանի հոգով աղքատներին», այսինքն խոնարհներին, համեստներին, որովհետև ձերն է Աստծո արքայությունը։ Իսկական քրիստոնյան, ապաշխարող մեղավորը շրջապատված է Աստծո խոստումներով և Աստծո խոստումները կատարվելու են։ Եզրափակելով ասենք, որ ճշմարիտ ապաշխարողը կարող է ոչ թե ահով ու սարսափով դիտարկի մահը, վերաբերվի մահին, այլ մխիթարությամբ նայի մահվանը, չվախենա մահից, որովհետև ապաշխարող մեղավորի համար կյանքը, որ անցկացրել է ապաշխարությամբ, ապաշխարության արդյունքներով, կյանքը, որ անցկացրել է դժվարության, նեղության ու հալածանքի արդյունքներով, միևնույնն է, մահից հետո Աստված նրա բոլոր արդյունքները սրբելու է։ Մահը կործանում չի,
այլ նոր հավիտենական սկիզբ Աստծո համար։ Նմանի համար մահը կործանում չի, այլ բանտից ազատում։ Եվ այդպես մենք տեսնում ենք, թե ինչ մեծ մխիթարություն կա ապաշխարող մեղավորների համար, նրանք, ովքեր ընդունում են Քրիստոսին և ապաշխարում հիմնված իրենց հավատքի վրա։ Լյութերը ասել է, որ մինչև իր դարձի գալը նա տանել չէր կարող ապաշխարել բառը, այնքան իրան դառն ու զզվելի էր թվում, բայց դարձից հետո, ասում է, ես այնքան քաղցրություն գտա ապաշխարության մեջ։ Թող որ Աստծո ողորմությամբ և Սուրբ Հոգու շնորհով մեզանից ամեն մեկն էլ, մեր ընտանիքի բոլոր անդամները, մեր ողջ հայ ազգը ապաշխարություն գտնի, քաղցրություն գտնի ապաշխարության մեջ և փրկություն գտնի Հիսուս Քրիստոսով։ Ամեն։